Այն թակավոր տղա։ Արա դու ես մորդ պես խանդում պապայիդ, հա? Այդ ղզիկ բաներ չանես արա քեզ չի սազում։ Իսկ քո պապան, այսինքն ես էլի, պետք է մամայիդ խանդեմ։ Այդ ձևն ատեց էլի ճիշտը։ Ճոք մաս չէ ինչ եմ ասում։ Այդ մեր մեջ։ Սպոք ես զանգում էին։ Այդ կարող են մարդնա, որը քեզ ջղայնացնում է։ Չէ, նա չի։ Ուրեմն միացի մեզ, ով ուզում է զանգի։ Տեղ կտակ։ Ոչ չենք տոկյան քսող տեղել ծովը տա։ Այ արա կարոտում եմ ձեզ արա, են որ ձեր հետ չէի կարոտում է, հիմա էլ հելել եմ ձեր հետ եմ, բայց էլի չի լինում, ընենց որ սաղովի իրար գլուխ ըլնենք, մեր կարոտը առնենք արա։ Իսկ չես ուզում նա այսով էր զանգում։ Չէ, ավեշ չկա, ավեշ մի կետ չեմ ուզում խոսամ, եթե կարևոր մարդ ըլնի ու կարևոր բան ունենան ասելու էլի կզանգեր, չէ աղբեր։ Ես աշկով տվի։ Ես թե դու։ Դուր երախուն չխանգարի։ Դելը գնամ աման։ Ալո։ Դու կարող ես իմանաս պապանում հետ է խոսում։ Ինչ ասիր։ Լս ինչ ես անում, այդ սպարվածին, այդ մարած կարակային, այսինքն ոչի բան է մի ասա, այդ շատ կլնի իրա, ես կգամ սաղ կասեմ։ Եթե Տանո Բալայանն է, Յուրի Բալայանի տղեն, պատկերացնում ես ենքան այդ համբալը աչ է, որ ինձ իմ քարտուղարու միջոցով կանչում է իրա մոտ, հələ դրան այդ է սուրա ասեի։ Կներեք ինձ ընտանիք։ Դու չես խլատվում։ Շարունակում ես գործել առանց հետևանքների մասին մտածելու։ Նա հիմա ինչ եմ ասում։ Ես կարող լինի պահեր, որ բացակայեմ, բայց դու պիտի հետևես։ Էլի բան ու գործը թողացի եկի կայնը խոսում եք իրար, գնա գործից։ Քավոր, բայց ինչ է եղել, չեմ հասկանում։ Այդ մարդը իր աշխատանքն է անում։ Հիմա եկել ես իրան ինչ ես ասում, ես չեմ հասկանում։ Ինքը չէր եկել անձնական խնդիրները իր պատմեր ինձ։ Քեզ ով է իրավունք տվել մեր գործարանին 100 տարի կաթ մատակարարող հսկա ընկերության պայմանագիրը չեղյալ հայտարարել։ Մեզ մատակարարվող կաթի մեջ որակ չկա, ամբողջովին փոշի է։ Ինչ որ անդրադառնում է մեր գործարանի ու ապրանքի որակի վրա։ Ուրեմն շուտ գայիր, որ դժգոհություններ հայտնեիր ապրանքի որակի վերաբերյալ։ Ես չեմ հասկանում, եք հավոր, սենց եկել ես միանգամից սենց հետս վատ խոսում ես, այդ ինչ է եղել, ոնց որ թշնամիտ ելնեմ 1000 տարվա տնաշեն։ Այդ երեքըլը ես զգացի, բայց ոչինչ չասացի, որտեվ մտածեցի, որ դա ուրիշ բանի հետ է կապված։ Հիմա գամ այդ ուրիշ բանին, քեզ ինչքան էլ սիրեմ, ինչքան էլ հարգեմ, ինչքան էլ իմ սանիկը համարեմ, թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը իմ տղու վրա ծիծաղի։ Այդ միշի մասին ես ասում։ Այդ ինքը քեզ ուրեմն սխալ ինֆորմացիա է տվել։ Ուրեմն ժամանակն է, որ ես քեզ ասեմ, իմ ու բաբիի միջև ոչ մի բան չկա։ Մեր մոտ ուղղակի բարի ընկերական հարաբերություններ են։ Ինչի ես առանց ինձ տեղյակ պահելու քայլեր ձեռնարկում գործի մեջ։ Եթե տեղյակ պահած չլինեի, դու հիմա ստեղ չէիր լինի։ Այդ ինչը սրտովդ չի, որ բաժնետերեմ, դու չէիր շահագրգռված, հա, որ ես այդ փողերը վերցնեմ, այդ ամեն ինչը վերցնեմ։ Ինչ եղավ հիմա։ Տանո, ես չեմ սիրում, երբ ինձ շրջանցում են, իսկ դու դա անում ես եկած չեկած։ Դու առանց ինձ հետ խորհրդակցելու, առանց ինձ հարցնելու, անում ես այն, ինչ մտքիդ գալիս է։ Ինչին ես դեմ քավոր։ Իմ իմանալով մենք մի թիմում էինք, Տանո ջան։ Էլի այդպես է։ Իսկ քո գործելավոճից ես այլ բան եմ հասկանում։ Դու ոչ մեկ, ոչ երկու ուզում ես ճախրես ազատ թռչունի պես։ Դու լսի է, ես որ ես եմ, այսքան տարի ճախրում եմ Յուրիկի թևի տակ մտած, որ հանկարծ թևերս չկտրեն։ Այսինքն ուզում ես, որ ես էլ այդպես անեմ։ Դու կարող ես լինել ու աշխատել իմ հովանու ներքո։ Մենք միասին կարող ենք սարեր շուք տալ։ Ես էլի քեզ հետ եմ քավոր։
Ինչի ես ինձ քեզնից առանձնացնում։ Տանո, ես Յուրիկը չեմ ու ինձ խաբելը շատ դժվար է։ Սրանից հետո ինչ անում ես ինձ հետ համաձայնեցնելով ու ինձ տեղյակ պահելով։ Այսքան բան։ Հիմա անցի աշխատանքի։ Ես ու որդիս հաշտվել ենք։ Երեխես վերջապես հասկացավ, որ այս պատմության մեջ ես զոհ եմ։ Քո զոհն եմ։ Ավելի շատ ես եմ զոհը, քան երկուսդ միասին։ Բալայան, դրանք ուղղակի բառեր չեն։ Իմ ինչ ես եկել։ Ընդամենը մի բանի համար, որ ասեմ, որ մենք արդեն ընտանիք ենք ու միասին ենք ապրում։ Այս ամիս ձեր համար հաղթանակների ամիս էր։ Մեր միակ հաղթանակը իրար հասնելն էր։ Իսկ իմ տված միլիոնները, միթե դրանք հաղթանակ չէ։ Նատալի Ավագյան։ Դրանք ոչինչ էին։ Քիչ են, միլիոնները քիչ են, հաշտված մայր և որդուն։ Ես երբեք ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել, այնպես որ կարող էիր ոչինչ էլ չանեիր։ Եթե քեզ համար դա միլիոնների կորուստ էր, եթե քեզ համար քո փողերը միլիոններ էին, ապա մեզ համար դա ընդամենը դաժան կյանքի հատուցում էր, որը կարող էր և չլինել։ Դերասանություն չանես է, հետ էլ չեղավ տղետ, չեմ ուզում, բայց բերեք դրեք գրպանս, վերցրեց ու իրական դեմքը ցույց տվեց։ Դու պետք է տանոյովս հիանաս, նրա պես մարդ գոյություն չունի։ Նրա համար փողերը երբեք արժեք չեն ունեցել, այդ փողերը ինձ էին հարկավոր, այդ ես էի ջանում այդ ամեն ինչը ստանալ։ Նատալի Ավագյան, դրանք փողեր չեն, լոկ փողեր չեն, դրանք փող բերող փողեր են, դրանք աշխատող փողեր են։ Իսկ դու հիշիր որդուս ինչեր ես տվել, ինչ տառապանքներ ես պատճառել, ու դիր քո քնձռոտ փողերի կողքը, ու տես, դրանք արդյոք անհետացնում են ողջ ցավն ու տառապանքը, դեռ իմ մասին չեմ ասում։ Ավերիկա, զոհի ու բացրագույն արժեք ունեցող մարդու կերպարանքով հանդես գաք դու և որդիդ։ Իմիջայլոց ասեմ, որ շատ նկատելի էր, որ դու որդիդ պլանավորել էիք այդ ամեն ինչի իմ դեմ։ Բայց իհարկե բեմադրության համար անհրաժեշտ էր մի փոքր չեմ ու չում անել, որպեսզի նվաստս հավատար այդ ամեն ինչին։ Ու հավատացի, բայց այն ինչ որ որդիդ այսօր արեց։ Ես շոկի մեջ եմ, իր այդ սառնը սրտության ու հաշվենա նկատության համար։ Լավ կանեիր ոչինչ էլ չտայր, դրա փոխարեն ծունկի գայր ու անկեղծ ներում հայցեիր։ Այնքան կուզեի, որ տանոս էստեղ լիներ ու քո իրական դեմքը տեսներ։ Ես էլ շատ կուզեի, որ որդիդ լիներ այնպիսին, ինչպիսին ինքն իրեն ներկայացրել էր, ինչպիսին ես իրեն ընդունել էի, տեսել էի, մաքուր, վեհ, ազնիվ։ Որդիս հրաշքա, բայց դու երբեք չես զգա նրա քաղցրությունը, որովհետև երբեք չես արժանանա նրա ներմանը։ Իսկ մենք ընտանիք ենք։ Եթե տանոն լավ մարդ լիներ, չեր ստիպի Սպարտակն իրեն ձեռնոց նետեր, ինքն էլ այդ ձեռնոցը վերցներ ու հագներ։ Քեզ խելոք կպահես, չարություն չանես, մեկ էլ դասերիդ ուշադիր կլինես։ Էй բաբի, այնքան հարցեր տաս կուշանան դասից։ Լավ կկարդաս, դավ։ Էй բաբի, չի լինի ես բանալ տանեն, դու իմ դասատուն լինես։ Էլ մի մեծաբերանություն արա, վազի։ Հեսա կգնամ։
Յա, այդ տղա քանի կար ասում էր ուշանում եմ դասից, հիմա էլ ասում ես հեսա կգնամ։ Ուշանում ես։ Դավո։ Բարև ձեզ, բարև Դավիթ։ Ոնց է սիրունիկ աղջիկ։ Լավ եմ, դուք ոնց եք։ Բաբի, դու այդ նույնը պիտի ասես Մարիամիկին։ Մարիամ ջան կհետևես, եթե Դավոն իրան վատ բայց ինձ անպայման կասես, լավ։ Բաբի, ես կհետևեմ, որ ինքը խելոք մնա։ Դու քեզ հետևի, ինձ հետ գործ ունես, աղջիկ ջան։ Այ տղա, տեն չեն խոսում աղջկա հետ։ Դավո, դասից ուշացան, կարի։ Հաջող ձեզ։ Հաջող խելոք ջան։ Ինչ ես կախվեց եռիցս։ Խելոք մնա չի կարելի։ Վայ, պապայի գեզման, վայ, բաբի։ Ինչ։ Մաշմիրան, դու բան չլսիր։ Բաբի լինել կասել չի կարելի տենց բան ասել։ Լսի, եթե մենք ընկերուհիներ լինեինք, ես էլ քո նման շատ հեշտորեն այսպես խաչ կքաշեի մեր հարաբերությունների վրա։ Դու շատ հեռու ես իմ զգացմունքներից ու ապրումներից ու պետք չի խոսել մի բանի մասին, ինչից դու տեղյակ չես, միշ։ Իսկ ո՞նց ես զգում քեզ ընկերների շրջապատում։ Հիանալի, ինչևից է մենք իրար վստահում ենք։ Հատկապես դու տանոն, չէ։ Ինչ ես կպել դու տանոց, այդ տղեն անգամ քեզ չէ հիշում։ Փոխարենը քեզ ա հիշում, էն էլ պարապ ժամանակ։ Հե, լավ ժամանակ անցկացրի կերեք Վիտուսի տանը։ Բա հետո էլ ասում ես հորդ խոսքերին չես լսում։ Լսի, հիմա անգի առաջ գնում ենք տուն, ճանապարհին կխոսանք, հասկացար։ Ես քեզ հետ չեմ գալիս, ես ինչի պիտի կամ քեզ հետ, եթե դու շարունակում ես ինձ չվստահել։ Ու ես ամաչում եմ նայեմ ծնողներիդ երեսի։ Ինչի՞ց ես ամաչում։ Եթե սխալ չես, ինչի՞ց ես ամաչում։ Նրանից, որ մենք չկարողացանք իրար հետ լեզու գտնել, նրանից, որ մենք չկարողացանք ընտանիք կազմել։ Ու հիմա երևի պապատ քեզ հաստատ ասել ա, չէ՞ որ Միշիկ ջան չկարողացար սանձել այդ անդասյարակին։ Ու արդյունքը տեսանք։ Լսի, ծնողներիս թող մի կողմ, ծնողներիս հանգիստ թող։ Մեր միության, լսում ես, մեր միության ոչ թե հարաբերությունների մեջ ամենակարևորը որ մենք իրար հասկանանք։ Մենք էլ իրար չենք հասկանում, չենք վստահում, հետևաբար մենք իրարից պետքա բաժանվենք։ Ինչ ասեցիր, բաժանվենք։ Հա, միշ, սխալ չլսեցիր, բաժանվենք։ Ինչի։ Տանոն քեզ երեք լավ խոստումներ ու հույսեր ա տվել, հա։ Ասելա Միշից բաժանվի, ես քեզ կերջանկացնեմ, թե ոնց։ Դու մեծ ատառով ապուշ ես, եթե սիլուր աշխարի բղավեմ դրա մասին, մեկը քեզ էլի քիչ կլինի այդ ամեն ինչը։ Բաբի, լսի քեզ ինչ եմ ասում։ Հիմա կամ դու գալիս ես իմ հետ գնում ենք, կամ էլ մենք ընդհանրապես բաժանվում ենք իրարից։ Երկրորդը, բաժանվում ենք։ Կոնֆերենցը վերևում է։ Դու բարձացի, ես կմոտենամ։ Տեսել ես ոչինի ոնց են սատկացնում։ Այսինքն ինչ եմ ասում, ում եմ իշ բացատրում։ Դու որ պետք է իմանաս, սաղ կյանքդ փողոցներում այդ ոչլի, փայտոջլի հետ ես մեծացել, հաստատ տեսած կլնես ոնց են սատկացնում ոչիլին։ Ուզում եմ հասկանամ, ոչիլն ու փայտ ոչիլը ինչ կապ ունեն մեր կոնֆերանսրահի հետ։ Մեր, հա։ Թորային ոչիլ, դու մեծ գուշեղի, հա, կճազմեմ։ Լավ ավելի սպո, հիմա եկել ես, որ կոանձե իմ հետ ծանոթացնես, հա։ Ես քեզ լավ գիտեմ, կարամ հեշտ հանգիս բնութագրեմ։ Դու այն շեներից ես, որ հաչում են, բայց չեն կծում։ Որ հաչացողն ես դու է, այդ տարերը չճանաչող բաժն է տես։ Տանո, բալայան տանո, հնչեղա չէ, բայց դե դա դուր չի գալիս ինձ։ Առանձին տանո, լեմետ լսի, արդեն լիքը բան ասում է, գիտես տենց կողքից խաղալիքներ բան ինչ-որ բան չեմ սիրում, էդ ինչա բալայան, էդ ինչա է չեմ հասկանում։ Էդ Քեզ տենց մախվե չես ուզում, քիթ մռութս մի հատ մարդավարի ջարդ ես։ Ես լինի առաջին ու վերջին անգամը, որ դու ինձ ժողովի ես կանչում, կամ վաբշե, քեզնից ինձ պահանջա հասնում, եղավ արա։
Սպոջան դու էիր խնդրե։ Այն ժողովի ժամանակ ասացիր, որ առանց ինձ ոչ մի բան չկատարվի այս հիմնարկում։ Հարգելի բարինետեր։ Հետ ինչ որ բաներ ես ձեռնարկել, արա։ Տանո։ Ինձ այդ տանոյով խոսա։ Իսկ արա գնա բանտակիցներիդ այդ կերպով դիմի։ Այսինքն դու արդեն լավ տղա ես, նստար, հելար, մնումա մատանիներ շարես ձեռներիդ, մի քանի կիլո ոսկի լցնես վզիդ ու դառնաս բեսանտ ուժեղ տղա, այսինքն թագավոր տղա։ Դայ ոչիլ։ Այդ քո նմաններն են այդ մատանիները շարում կամ կիլոներով ոսկին լցում վզին, որ իրանց գոյությունը արդարացնեն կամ կայանան ես երգրում։ Իսկ ես առանց այդ մատանիներու այդ կիլոների էլ կարգին տղա եմ ու թակավոր տղա եմ, արա։ Պարզա, արա։ Իսկ այն ինչ որ ես պլանավորել եմ, քո համար այտենց էլ մուտք կմնա։ Ու գիտես խի, որտեվ դու պատշաճ կերպով ոնց որ պետք է չներկայացար իմ կազմակերպած ժողովին։ Քո այդ ժողով մողովով 4 թա դուրս եմ շպրտելու այս շենքից։ Հələ որ ուրախացի, արա։ Կապրենք, կտեսնենք ով է 4 թաթ ու ուր գնում։ Ժեն, ուր ես։ My brand խանութում։ Ինչ։ Այդտեղ տղամարդկանց հագուս չի։ Հա, ես ոչինչ չեմ շփոթել, ուղղակի եկել եմ ֆրիկի համար մի քանի բան ընտրեմ։ Երբ վերջացնես կարող ես գալ մեր տուն։ Բայց ձեր տուն գամ ինչ անեմ, չէիր ասում, որ հիվանդանոց պետքա գնաս։ Իսկ ես գնամ հիվանդանոց ինչ անեմ։ Երեխուն վերցրել եմ, գնում եմ տուն։ Վերջը քո ասածն արեցիր էլի։ Ժեն, իսկ ինչ էիր ուզում անեի։ Երեխուն թողեի հիվանդանոցում, հա։ Բայց դեռ 3 ասում էիր, որ երեխան լավ չի։ Դե դա բժիշկներն էին ասում։ Իսկ առավոտյան ասեցին, որ ամեն ինչ նորմալ է։ Ես էլ որոշեցի նրան տանել տուն։ Միայնակ մոր կարգավիճակով։ Իսկ երեխայի հայրը։ Դե երեխու հայրը թող վազե երեխու մոտ ու ընկնի իմ գիրկը։ Այդպես ֆրիկ ջան, ոնց էլ որ ասում էի, տանոն շատ խելացի է ու շատ վտանգավոր։ Մնում է էլի մի քիչ գործից հասկանա, ընդհանրապես կթռնի վերև ու մեզ вообще պրիզնատ չի գա։ Հիմա դու ինչից ես վախենում, քավոր, որ տանոն կթռնի վերև, հա, ոնց դու ես ասում, ու քեզ պրիզնատ չի գա։ Այդ ցավը տանեմ 1000 անգամ ասել եմ, էլի մի անգամ կասեմ։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, ես մենակ Աստծուց եմ վախենում։ Տանոն ով է, որ ես տանոից վախենամ, ու ոնց կարող է տանոն ինձ պրիզնատ չգա։ Իսկ եթե ավելի կուզես, այդ փաստաթղթերով որ նայենք, ես տանոից էլ, իրեն դեբիլ աղբորից էլ շատ ավելի բաժնետոնքսեր ունեմ։ Դա էլ ինչից ես նեղվում։ Արա քեզ համար եմ նեղվում, կյանքիդ մեռնեմ, քեզ համար եմ նեղվում։ Չեմ ուզում տանոն քեզնից առաջ անցնի, չեմ ուզում տանոն քեզնից բարձր կանգնի, չեմ ուզում տանոն ավելի շատ հաջողությունների հասնի, քան թե դու։ Էնի մախպենա քավոր, ու ես իր լրիվ հաջողությունների համար մենակ ուրախ կլինեմ, ու վсё։ Այդ աղբերդ, որ մի քիչ էլ ժամանակ անցնի, ընդհանրապես կմոռանա թե քեզ, թե իր անցած ճանապարհը։ Բա որ այն ժամանակ բերում մցնում էր գործի մեջ քավոր, այդքան ոգևորում էր իրան, ասում էր որ բաժնե տոմսերդ վերցրա, չգիտեմ, այդ ամեն ինչի մասին չէր մտածում։ Թե մտածում էր տանոն գալու է, բաժնե տոմսերը վերցնի ու նստի սպասի տենաս ինչ ես թելադրելու, որ ինքն էլ անի։
Հետ անոյի հետ ուրիշ ծրագրեր ունեիր։ Մտածում էիր միամիտ է, հեսա բաժնե տոմսերը կվերցնի, կմտնի թևի տակ ու իշ կթելադրես ինքն էլ էդ կանի։ Քեզ համար եմ դեմ ընկնում, դեբիլ, քեզ համար։ Եթե ուզում ես այդպես միջակություն մնալ մինչև վերջ, ուրեմն շարունակի այդպես էլ ապրել։ Եթե ուզում ես այդ քո ախպեր կոչվածի հետ գոնե հավասար անցնել ճանապարհդ, ուրեմն ուղեղդ աշխատացրու ու մտի գործի մեջ։ Բայց իսկականից մտի, ոչ թե այնպես ֆրֆռալով։ Տես Բալայանը այդ տանոն ուր է հասել, արդեն կաթի փոշու ու կաթի թանկու էժանն է անում, մտել է դրա մեջ, խորացել է, աշխատացնում է ուղեղը։ Քեզնից էլ եմ նույն բանն ուզում տեսնել, այ բալա։ Խավոր, հա, ես էսպիսին եմ։ Ես նախանց եմ։ Տանոն քո ընկերն է, իմ Սանիկն է, բայց Բալայանն է։ Ու քեզնից առաջ չի կարող անցնել ինքը։ Մի քիչ ուշոտ կզանգահարեմ։ Այս աշխատասենյակը քեզ համար չի։ Դու ավելին ես արժանի։ Պահանջիր թող տան։ Ինձ ես ամեն ինչը ձեռա տալիս։ Ես ավելին չեմ էլ հավակնում։ Իսկ քո ներկայությունը այստեղ ուղղակի չեմ հասկանում։ Համենայն դեպս ավելի ջերմ ընդունելություն է ակնկալում։ Չեմ հասկանում։ Մեկ լավ ես հետս։ Թույլ ես տալիս, որ ես ինձ մայր զգամ։ Մեկ էլ արհամարում ես, ոնց կարողանում ես։ Ուղղակի չեմ ուզում, որ դու այս կառույցում գտնվես։ Ինչի՞։ Որ Բալայանները չտեսնեն մեր հարաբերությունը։ Ոչ։ Դե ուրեմն լսի։ Ինչ լսեմ։ Լսի։ Ուշադիր լսի։ Տես թե ինչ ա մտածում Բալայանը իմ ու քո մասին, հետո արդեն կորոշես, խղճաս նրան ներես թե ոչ։ Դերասանություն չանեցել։ Դա չեղավ տղետ։ Չեմ ուզում։ Բայց բերեք դրեք գրպանս։ Վերցրեց ու իրական դեմքը ցույց տվեց։ Մենակ Բալայանը չէ։ Դու էլ հենց նոր ժանությամբ փայլեցիր։ Հեռախոսդ վերցրու։ Ու դուրս տեղից։ Հենց հիմա դուրս տեղից։ Ազիզ ոչ մի բանի ձեռ չես տարի։ Ախորժակ չունես, թե տրամադրություն։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը մամ։ Դու գիտես ես ունեմ, հա? Դու գիտես իմ տրամադրությունը տեղն է։ Ոչ։ Ես ընդհանրապես մոռացել եմ, թե դա ինչ բան է։ Բայց իմ մոտ էլ աղջի հակառակն է, լսի։ Հենց նյարդայնանում եմ։ Ոչ եմ ուտում, աղջի ջան։ Բայց ինձ լավ հանգստացնում է։ Մամ ինձ մոտ հիմա այնպիսի կոտրված վիճակ կա, որ ես ոչ մի բան անելու ցանկություն չունեմ։ Էմիլի ջան, Լալիկ ջան, ցավը տան։ Ամուսինդ ազատության մեջ էլ եղավ։ Մենք էլ մի կողմ քաշվեցինք, որ ընդհանրապես չխառնվենք քո կյանքին։ Բայց դու էլի քո երջանկությունը չես գտնում, այ բալա ջան, տենց ոնց կլինի։ Մենք միշտ խնդիրներ ունենք, մամ։ Ճիշտ է, դրանք տարբեր են, բայց մշտապես առկա են։ Դու հələ ինձ են ասամ։ Գլխիցդ հանեցիր ամուսնուց սիրուհու երեխուն որդեգրելու գաղափարը։ Եթե մայրը տար, ես հաստատ կորդեգրեի։ Ինչի համար։ Որ ամեն վարքյան նրա զանգի վախը սրտներումս չապրեինք, որ Սպարտակը նրա մոտ չգնար, որ երեխան հորից չզրկվեր։ Յա, երեխուն հորից զրկել չես ուզում, բալա ջան, բայց անմեր թողնելու պատրաստ ես։ Մամ, ես գիտեմ, որ դա էլ է սխալ, բայց ինչ անեմ, ոնց վարվեմ, որ բոլորիս համար ճիշտ լինի։ Սահմանափակի ամուսնուց շփումը այդ դուրս ընկածի հետ։ Մամ, ախր ես եմ խնդրել ու պահանջ դրել Սպարտակի առաջ, որ նա երեխային ընդունի։ Ոնց որ կասեր իմ ջանուլը, իմ երեխեքն էլ իմ նման շաշ են, շաշ։ Դու ստեղ երջանկությունդ չես գտնում, ախպերդ էլ ընդեղ։ Որովհետև դուք եք մեղավոր, որ Միշը երջանիկ չի։ Այմարդ ինչ լինի, պիտի անպայման մեր գլխին կոտրեք։ Ինչ լինի, մենք ենք մեղավորը։ Մամ, ես շատ լավ գիտեմ, հա, պապան ինչ ա բերում Միշի գլխին։ Հա,
Բայց papan հարսի տնից գնալու մասին իմացել է գնալուց 2 օր անց։ Մամ, բաբին տանից գնացել է։ Ինչի համար։ Ախպերդ խանդում է։ Բաբին, ասում է, բաբին տանոյին է սիրում։ Բայց դա այդպես է։ Էմիլի ջան, ես ոնց կարող եմ ուրիշի զգացմունքները հերքել կամ հաստատել։ Ոնց կարող եմ։ Էմուլ, գազ գնանք տուն ախպորդ հետ մի հատ խոսաբալա, հա։ Մամ, ես այդ տուն ոտք չեմ տնի։ Դեռ չարացած ես հորդ վրա։ Բոլորիդ վրա եմ չարացած, մամ։ Ու դու եթե ինչ-որ բանի մասին խոսում ես դեռով, այդ նշանակում է, որ այն ինչ-որ ժամանակ հետո չի լինի։ Բայց ես պապային իր արածի համար երբեք չեմ ների։ Դա էլա ծանրացել խղճիս ու ես չեմ կարողանում երջանիկ ապրեմ։ Ես արդեն իմ վիճակից հոգնել եմ, որ անընդհատ դժգոհ եմ, անընդհատ լաց եմ լինում ու անընդհատ բողոքողի դերում եմ։ Ասա երեխան ուր ես տար այդ թութակ, թե դու երեխան նայող ես արա, քեզնից ինչքան երեխան նայող, ինձնից այնքան դաշնակահար։ Արա մի պահ կա մոտս մութ ամանում։ Ես պետքա ձեռ տար, որ երեխուն երկար պային հիվանդանոցում, ես էլ օրը քանի անգամ գայի ու գնայի։ Բայց դու գող փախել ես։ Այդ հենց անես չի, արա ինչ կա մտքիդ, զանգերիս է չի պատասխանում, ես արդեն նորություններ, կամ էլ հանելուկ, որ եսա գգամ ձերյան ու կլուծեմ, աղջիկ։ Գեղեցիկ մարդ է, գեղեցիկ է ամեն հարցում։ Բացի այն, որ քաղցս հագեցրի, նաև գեղագիտական հաճույք ստացա։ Դե առանձնահատուկ ոչինչ չարեցի։ Ձեռքիս տակ ինչ մթերք կար, դրանցով էլ ինչ-որ մի ուտեստ սարքեցի։ Բայց դե քաղաքում շատ գեղեցիկ սպասքով են ամեն ինչ մատուցում, որը որ շատ շշմեցուցիչ է, ու հաշվի առնելով, որ դուք շատ նրբանկատ մարդ եք ու շատ բարձր ճաշակ ունեք։ Այս սովորական թեյը, որ խմում ենք, հոգի կա դրված մեջը։ Իսկ հոգու շքեղությունը դարձել է բացառիկ մի բան։ Մարդիկ միայն փողն են տեսնում ու այն վերածել է մարդկանց ռոբոտների։ Ինչը վատ է։ Բայց լավ է, որ քեզպես մարդիկ կան։ Մանու, ինձ պարզ մարդ չեմ համարում, ինչպես նաև հազվադեպ եմ անկեղծ լինում և հազվադեպ եմ խոսում իմ զգացմունքներից։ Բայց դու կարողացար ինձ քո կախարդական փայտիկով շեղել իմ գծված ուղուց։ Ինձ անհարմար եմ զգում։ Թույլ տուր խոսքս ավարտեմ։ Եթե ես պարփակված մարդ լինելով խոսում եմ իմ զգացմունքներից, քեզ հետ անկեղծ եմ լինում, ապա պահանջում եմ, որ դու էլ ինձ հետ անկեղծ լինես։ Իսկ ինչ անկեղծություն ես ինձնից ակնկալում։ Գուցե դու նաև չես հասկանում մեր այս շփման բովանդակությունը, կամ էլ թե ինչ է այս ամենը նշանակում ու ինչի սկիզբն է սա։ Ստիպում ես խուճապի մատնվեմ։ Իսկ ես բնավ դա չեմ ուզում։ Երբ ես վերադառնում քաղաք։ Միգուցե և չվերադառնամ, ես ինձ այստեղ շատ հիանալի եմ զգում։ Ոնց թե չվերադառնաս։ Ով կմտածեր, որ իմ այս տարիքում ես կարող եմ երեխայի պես սիրահարվել։ Մանու, ոնց է պատահել, որ այսքան ժամանակ չեմ նկատել, թե
Ինչ հրաշք ես դու։ Հասկանում։ Ինչ եղավ։ Ուր կորավ քո սրտացավությունը։ Մայրն իր զավակին չի ցավեցնի։ Իսկ դու անուն քո անձնական շահերի պատրաստ ես քո որդուն զոհաբերես։ Ես ուզում եմ, որ աչքերդ բացվի ու տեսնես, թե ով է Բալայանը։ Ես գույր չեմ, մարդկանց տեսնել ու ճանաչել գիտեմ։ Ինձ պետք չեն քո լավությունները, եթե դա կարելի է լավություն համարել։ Չես ինձ հետ այսքան կոպիտ։ Ինձ թվում է, որ ես ոչինչ չեմ քեզ համար, որտեվ դու երբեք կարևորություն չես տվել իմ քայլերին։ Դրանք քեզ համար ոչինչ են եղել։ Իսկ ես այն պահից, որ փորձեցի հետ պահեմ քեզ ինքնասպանությունից, խոստացա ինքս ինձ, որ պետքա հոգ տանեմ քո մասին։ Ես էլ չգիտեմ զավակի ինչ հատկանիշներ քեզ ցույց տամ, որ մի փոքր տաքություն լինի քո կողմից։ Ես ուզում եմ լրացնել մեր 26 տարվա բաց թողումը։ Այն լրացնել չի լինի։ Ուղղակի մի փոքր կարելի է լցնել, բայց դու դա էլ չես անում երբեք։ Չեմ հասկանում։ Ինչի՞ չես գնահատում արածս։ Դու քեզ զոհաբերում ես, ես էլ չեմ գնահատում։ Այսինչ վատ մարդ եմ ես։ Չէ, իրականում դու քո վրեժի ծրագիրն ես ուզում լուծես։ Ուրիշ բան քեզ համար կարևոր չի։ Իսկ ես ռոմանտիկ ապուշս մտածում էի, որ կարելի է քեզ խղճալ։ Չհասկացար։ Ինձ քո խղճահարությունը պետք չի, ես դրա կարիք չունեմ։ Եթե ես քեզ առհասարակ պետք լինեի, դու կփայփայեիր մեր ամեն մի ստեղծած հարաբերություն։ Բայց դու ոչ մի կերպ չես հանգստանում, քանի որ վրեժը դեպի Բալայանները լուծված չի։ Ավելի մեծ թշնամի ես ուզում տեսնես ինձ Բալայաններին։ Ես ընդհանրեն ուզում էի Բալայանին ցավեցնել, բայց ոչ քեզ։ Բայց ինձ ցավեցրիր։ Որդուն սիրող մայրը, առհասարակ մայրը, չի կարող իր վրեժի քաղցը հագեցնել որդուն ցավ պատճառելով, զոհելով նրան։ Գիտես ինչ ես ցածր գնահատականներ ստանում։ Իմ համար կարևոր չի։ Ժակլինա, չի կարող քեզ համար կարևոր չլինել, ինչպես նաև ինձ համար կարևոր չլիներ։ Կարևորը գիտելիքն ու խելքն է, ոչ թե գնահատականը։ Ճիշտ է, գիտելիքն ու խելքն է, բայց դու այդ մասին հիշում ես այն ժամանակ, երբ որ քո ուզած գնահատականը չես ստանում։ Իսկ քո ուզած գնահատականը չես ստանում նրա համար բալես, որովհետև մտածելի ես ու տխուր ես։ Ես ոչ տխուր եմ, ոչ էլ մտածելի։ Ժակլին լավ էլի։ Ինչ ուզում ես ասա, միևնույն է, մամայիդ բացակայությունը քո կյանքում դա ակնհայտ է։ Բալես ես ինչ էլ անեմ, ինձ ցենց 100 կտորել անեմ, միևնույն է, ինչ որ հարցում անպայման թերալանու եմ։ Իսկ մաման քո կյանքում իր ուրույն տեղն ունի։ Ու դու առանց իրա չես կարող։ Իսկ մաման առանց մեզ կարող է, իր կյանքում ուրիշ կարևոր մարդ կա։ Ժակլին, եթե իր կյանքում նույնիսկ ինչ որ մեկը կա, միևնույն է, բալես, քեզանից ինչու՞ չէ, նաև ինձանից կարևոր չի կարա լինի։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ մամայի կյանքում մեկ ուրիշը լինի։ Լսի, բալա, չի կարելի ինձ։ Դու էգոիստաբար ես մոտենում այդ հարցին։ Եթե չես ուզում իմ հետ ապրել, տենց էլ ասա։ Խելառ աղջիկ։ Դու ինչքան ես ինձ ու մամայից սիրում, որ չես ուզում մեր մեջտեղը ինչ որ մեկին տեսնես, հա։ Ես չեմ ուզում մամայի մոտ վերադառնալ։
Վալես, մեղ կա։ Դու չես ուզում մաման երջանիկ լինի։ Ես ուզում եմ, որ ինքը քեզ հետ երջանիկ լինի։ Վալես։ Սրտին չես թելադրի աղջիկս։ Ժակլին։ Ինձանից էլ նեղացար, հա։ Սպասի։ Ոայ, Սյուզ, քեզ հետ չես սանձրանա։ Շնորհակալություն, պետք չէր ասել։ Իսկ մինչև երբ ես իմ տանը մնալու։ Մեկ շաբաթից ծնողներս վերադառնում են։ Դե մեկ շաբաթից Սպարտակը կորոշի, թե մենք որտեղ ենք ապրելու։ Ինչի քո տուն չես գնում։ Որ Սպարտակի խղճի վրա ազդեմ։ Ինչ մեղք կա այդ տղան։ Մեղքը ես եմ, որ ջահել մամա եմ դարձել առանց ամուսնու։ Սյուզ, խնդրում եմ։ Մտքիցդ հանիր, որ այդ տղան կարող է քո ամուսինը դառնալ, որովհետև ինքը կին ունի, ում սիրում է։ Լսի, դու իրենց տնից ես գալիս։ Ես քեզ վրա չեմ կարող։ Դուրս արի, հա, ուզում եմ զանգեմ Սպարտակից սիրտս լցված խոսեմ։ Ավելի լավ է մտածիր պապայիդ ինչ ես ասելու տուն չգնալու համար։ Պապաս մոռացել է, որ աղջիկ ունի։ Քեզ նեղություն տուր երեխուդ կերակրի։ Սպարտակ, Սյուզինա։ Բարև ձեզ Սյուզի ջան, բայց սուր եք։ Դուրս են գրվել։ Գիտեմ աղջիկ ջան, ես արդեն հիվանդանոցում եղել եմ, բժշկետ խոսացել եմ, բայց անենցա, որ այդ երեխեն են առողջ երեխեն չէր, որին կարել էր վեգալել ու տաննել։ Այդ երեխու մոտ էլ լիքը բուժվելու բաներ կար։ Չէի կարողանում էլ տեսնել երեխուն հիվանդանոցում։ Վայ, հորես արև, ինչ ես ասում, որա փողոցում չլեի կլանց էի, հուզվեցի։ Դու ինձ վրա ծիծաղում ես, իսկ ես իրականում վատ դրության մեջ եմ։ Ուր ես աղջիկ ջան, գնացի ձեր տուն են ձեր տան աշխատողն էլ քո մասին տեղեկություն ասես, բայց մեր թվարկությունից առաջ էր այդ տեղեկությունը։ Դե գնալու տեղ չունեմ, ընկերուհուս տուն եմ եկել։ Այդ խի, երդ տնից լարել, հա։ Ահա։ Ուշում երեխուն լավ նայի կզանգի։ Կարգին բան չասեց։ Կարող է չօգներ սա ամեն ինչը։ Գնալու տեղ չունեմ։ Ինչ է իր մտածում, կարող ասեի արի գնանք մեր տուն, միացել էի, հա։ Երեխուն պաժալստ է, տանեմ պահեմ, բայց դու մասել էի, հա։ Ես ուզում Հնդկաստանն էլ նյար ես չկա հնդիկ կարա։ Ինչի եմ փորձում քեզ հետ շփվելիս հոգի դնել, ջերմություն տալ, երբ դրանք քեզ պետք չեն։ Տես թե ինչ ա մտածում Բալայանը իմ ու քո մասին, հետո արդեն կորոշես, խղճաս նրան ներես թե ոչ։ Դերասանություն չանեցել։ Դա չեղավ տղետ։ Չեմ ուզում։ Բայց բերեք դրեք գրպանս։ Վերցրեց ու իր իրական դեմքը ցույց տվեց։ Ինչ զզվելի քայլեր ես անում։ Ինչի իմ մեջ դեպի քո անձը սեր չես ծնում։ Միթե չես հասկանում, որ ես քեզ Բալայանից պակաս չեմ ոտում։ Երբ փորձում ես ավել անգամ վատաբանել նրան իմ աչքին։ Դու հոգեկան խնդիրներ ունես։ Այժմ հավատում եմ, որ կարող էիր տարիներ անցկացնել հոգեբուժարանում։ Միայն դրանք անիմաստ անցած տարիներ են։ Քեզ դեռ բուժում է պետք։ Հետո գիտես ինձ թվում է դու առանց ինձ քո կյանքը անիմաստ կապրեիր։ Իմ կյանքից ոնց կրենք կյանքը անիմաստ լինի։ Բայց դու մեկ մոռանում ես, որ կարելի է դուրս գալ ու մաքուր օդ շնչել։ Աստորեն հիմա գնում ենք մաքուրոտ շնչելու։ Հա։ Ինչ կարող է երեխա ես ուզում կամ շունիկ։ Ինչի։ Դե հիմնականում քո նման աղջիկներն են շունիկներին տանում ման տալիս։
Չէ, բժիշկները հաստատ սխալվել են։ Քեզ պետք է ավելի շուտ վիրահատեն, որովհետև դու ծայրահեղ ծանր վիճակում ես, Վիտուս։ Ճիշտ ես ասում։ Իմ վիճակը ծայրահեղ է, որ քո հետ եմ ապրում։ Վիտուս, այնպես չանես, որ հիմա ձեռքիցդ բռնեմ ու ուղիղ զաքս։ Մենք զաքս ինչի պետք է գնանք։ Կարաս ինձ ասես։ Ես ոչ փող ունեմ, ոչ էլ կարողություն, որ մեռնելուցս հետո մնա քեզ։ Իսկ ով է ասում, որ մենք գնում ենք ամուսնանալու։ Մենք գնում ենք բաժանվելու, այ անջատված։ Անջատվածը դու ես, որ չես հիշում, որ մենք զաքսով չենք ամուսնացել։ Այդ կապ չունի։ Վիտուս, 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 Վիտուս հատնացի, Վիտուս, 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 Վիտուս հատնացի։